Շատ կարևոր թեմա ենք այսօր քննարկելու եւ քննարկելու ենք այս ֆորմատով, որովհետեւ առնչվում է բոլորիս, ըստ էության յուրաքանչյուրիս։ Ինչու ենք սա կարևորում, որովհետեւ տեսեք, պարոն Բաքոյանը նշեց մի քանի հանգամանք, ըստ էության ձայնը որպես արտաքին ազդեցության գործոն ազդում է մեր բոլորի օրգանիզմի վրա։ Եվ եթե ձայնը գերազանցում է գիտության կողմից որոշված այդ նորմերը, այն կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր առողջության վրա։ Եվ այո, նաև դժբախտաբար շատ տարբեր տեղերում երբեմն ձայնը որպես խոշտանգման միջոց է օգտագործվում, քանի որ շատ բարձր ձայնը կարող է պարզապես օրգանիզմը կամ առողջությունը կտրուկ խաթարել։ Մենք հաճախ ենք լսում, հատկապես մեր այն քաղաքացիներից, որոնք որ ավելի հաճախ են առնչվում թույլատրելի նորմերից բարձր աղմուկի հետ, թե ինչ իրավիճակում են իրենք ապրում։ Ես մի քանի օրինակներ եմ ուզում բերել, ենթադրում եմ ներկաներից շատերն էլ դրան առնչված կլինեն։ Բարձր երաժշտություն մեքենաներից, օրվա ցանկացած ժամի, բարձր երաժշտություն զվարճանքի օբյեկտներից, հիմնականում երեկոյան ժամերի, բարձր երաժշտություն ավտոլվացման կետերից, էլի երբեմն 24 ժամյա երաժշտություն ասացի, բարձր աղմուկ, ավտոլվացման կետերից օրվա ցանկացած ժամի, բարձր աղմուկ շինարարություններից, երբեմն էլի անհասկանալի ժամերի ընդհուպ մինչև գիշերը շատ ուշ, հրավառություններ, թեև մենք օրենքով դրանք արգելել ենք, բացառությամբ համայնքային եւ պետական տոների, էլի երբեմն օրվա ցանկացած մութ ժամերի։ Եվ ստեղ մի հարց է առաջանում, արդյոք մենք կարևորում ենք հանրության իրավունքը եւ առողջությունը, թե ավելի շատ կարևորում ենք անհատի զվարճանալու կամ իր կոնկրետ ինչ-որ մի գործը անելու իրավունքը։ Իմ համար այդ դիլեման շատ պարզ է, այսինքն իհարկե պետքա հանրության իրավունքը գերակայի եւ առողջության եւ նաեւ այլ իրավունքներ եւ ոչ թե անհատի։ Բայց մեր մշակութային առանձնահատկությունները կարծես թե մինչ օրս հակառակի մասին է խոսում եւ երբ որ մենք նույնիսկ ասում ենք լավ, ասենք չեք հասկանում, որ ձեր օրինակ հրավառությունը այդ տարածքում ապրող երեխաների քունն է խանգարում, որը նաև առողջությանն է խանգարում, լսում ենք քննադատություն, բա ինչ եք ընկել մեր բանի հետևից, քեֆ ուրախության հետևից։ Մենք պետք է այս հանրային մակարդակով կարծում եմ այս հարցին նաև պատասխանենք ու ոչ միայն օրենսդրական փոփոխություններով, որոնք կարևոր են եւ ենթադրում եմ կարվեն, այլև որպես հանրություն մեր մեջ ինքնահայեցմամբ եւ փոխվելով, որտեվ եթե մենք չփոխվենք, թեև օրենքները օգնելու են մեզ, որ փոխվենք, շատ բան չի փոխվելու։ Ես եւս մեկ անգամ ողջունում եմ, կարևորում եմ եւ հույս ունեմ, որ մենք վերջում պրակտիկ թղթի վրա գրված եզրահանգումներ կունենան, որոնք հետո կկարողանան կիրառել օրենքների տեսքով, ենթաօրենսդրական կարգավորումների տեսքով եւ այդպես շարունակ։ Շնորհակալություն։